Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները կրկին թև են առնում, դառնալով ավելի լարված, հուզիչ ու խորհրդավոր։ Յուրաքանչյուր նոր սերիա հեռուստադիտողին ոչ միայն մոտեցնում է ճշմարտությանը, այլ ավելի է խճճում այն, ստեղծելով զգացողություն, թե ամեն ինչ հնարավոր է։ Հենրին դեռ գտնվում է հիվանդանոցում և ծանր վիճակում է, նրա միտքն ու սիրտը լիովին զբաղված է Անգելինայով։ Նրա ներսում դեռ հույս կա, որ կտեսնի նրան, կխոսի, գոնե մեկ անգամ կբացատրվեն։ Հենց այդ ընթացքում Բետին, նրա կողակիցը, ուշացած իմանում է Հենրիի հիվանդանոցում գտնվելու մասին։ Բնականաբար նա շփոթության մեջ է ընկնում և Աննայի խոսքերից ցավ է զգում, քանի որ լինելով Հենրիի կինը, նա բոլորից վերջում է իմանում, թե ինչ է կատարվել Հենրիի հետ։ Բնականաբար զայրույթ է առաջանում Բետիի մոտ, նրան մնում է որոշել արդյոք գնալ հիվանդանոց, թե ամեն ինչ թողնել անցյալում, բայց հեռուստադիտողները վստահ են, որ Բետիի հայտնվելը հիվանդանոցում հնարավոր է, որ ամեն ինչ կփոխի։ Բետիի կերպարը միշտ եղել է հակասական, նա գիտի մի մեծ գաղտնիք, այնինչ կարող էր վաղուց բացել Աննայի առաջ ճշմարտության ճանապարհը։ Այժմ շատերն են համոզված, որ Հենրիի վիճակն ու այս հանգամանքը կդառնան այն կետը, որտեղ Բետին վերջապես կխոսի, բայց արդյոք նա կասի ճշմարտությունը, թե կրկին կհրաժարվի, պաշտպանելով ուրիշների շահերը։ Այս հարցն իսկական ինտրիգ է ստեղծել սոցիալական ցանցերում, բաժանելով հեռուստադիտողներին երկու ճամբարի։ Մինչ այդ մի այլ հետաքրքիր գիծ է զարգանում կապված Բագրատի և Լիլիթի հետ։ Նրանց հարաբերությունները վերջին սերիաներում անսպասելիորեն էլ ավելի են լավացել։ Չնայած միշտ էլ Բագրատի ու Լիլիթի հարաբերությունները լավ էին, Բագրատը Լիլիթին վերաբերվում է ոչ թե պարզապես որպես դուստր, այլ նրան վստահում է ամեն ինչ։ Նրա հայացքը, վերաբերմունքը, հոգատարությունն ամեն ինչ մատնում է այն զգացմունքները, որոնք վաղուց անցել են հայրական սիրուց։ Հեռուստադիտողները սկսեցին նկատել մի հետաքրքիր օրինաչափություն։ Բագրատը Լիլիթի նկատմամբ դրսևորում է այնպիսի ջերմություն, ինչպիսին երբեք չի ցուցաբերել Աննայի հանդեպ։ Այս տարբերությունը դարձել է նոր քննարկման հիմք. արդյոք Աննան իսկապես Բագրատի դուստրն է։ Բազմաթիվ դիտորդներ ենթադրում են, որ տարիներ շարունակ Բագրատն ու Լիլիթը թաքցրել են ևս մեկ ճշմարտություն, պաշտպանելով իրենց գաղտնիքը։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Աննայի ամբողջ կյանքը կառուցված է կեղծ հիմքերի վրա։ Նա մեծացել է այն մտքով, որ ունի հայր, չնայած նա երբեք չի կարողացել ներել հորը, բայց միևնույն է, նա մշտապես իմացել է, որ հայր ունի, որը սառն է, անտարբեր, մինչդեռ իրականում կարող է նույնիսկ բացարձակապես կապ չունենալ նրա հետ, քանի որ Բագրատի պահվածքից պարզ է դառնում, որ նա տարբերություն է դնում երկու դուստրերի միջև, և նա Աննային չի վերաբերում այնպես, ինչպես վերաբերվում է Լիլիթին։ Նա Լիլիթի հետ ջերմ է, մշտապես աջակցում է նրան, ու հեռուստադիտողների մեծ մասը ենթադրում են, որ Աննան Բագրատի դուստրը չէ։ Այդ կասկածներն ավելի են ուժեղանում, երբ Բագրատն ու Լիլիթը հերթական անգամ լռում են։ Նրանք լսում են, թե ինչպես է խոսքը հասնում Անգելինայի կենսաբանական ծնողների մասին, ինչպես է Բագրատը գլխի ընկնում, որ Աննայի դուստրը Անգելինան է, ինչպես է Լիլիթն այդ մասին տեղեկանում, ու հայր ու դուստր լռում են և իրենց երեխային չեն ասում այդ ճշմարտությունը։ Եվ բնականաբար հեռուստադիտողները հենց սկզբից էլ գիտեին, որ Լիլիթն այդքան էլ լավ չի վերաբերվում քրոջը Աննային, այլ հակառակը, նույնիսկ նրա մահն է ցանկանում, բայց արդյոք Բագրատը պետք է տարբերություն դնի իր դուստրերի միջև։ Հեռուստադիտողները սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում են, եթե Աննան Բագրատի դուստրը չէ, ուրեմն ով է նրա իրական հայրը։ Հենց այս մթնոլորտում էլ սերիալի մթնոլորտը դառնում է առավել թեժ։ Ամեն կերպար իր գաղտնիքն ունի և թվում է մի փոքրիկ բացահայտումը կարող է կործանել բոլորին։ Հենրին հիվանդանոցում պառկած պայքարում է ոչ միայն կյանքի, այլև հիշողությունների հետ, Բետին տատանվում է խիղճն ու վախը իրար դեմ դնելով, իսկ Բագրատն ու Լիլիթը փորձում են վերահսկել իրավիճակը, բայց որքան շատ են փորձում լռեցնել ճշմարտությունը, այնքան այն ավելի է մոտենում բացահայտվելուն։ Հեռուստադիտողների սպասումները մեծ են, բոլորն ուզում են իմանալ, թե երբ վերջապես բացահայտվելու, որ Աննան և Անգելինան
կապված են միմյանց հետ, իսկ Դիանա Գրիգորյանն ինչպես միշտ իր պատմությունը կառուցում է այնպես, որ ամեն մի սերիա լինի նոր հանելուկ, նոր ցավ, բայց նաև նոր հույսի սպասումով, թվում է ամեն ինչ մոտ է պայթյունի, Բետին պատրաստվում է խոսել, Հենրիին վերականգնվել, իսկ Բագրատն ու Լիլիթը մերկացվել, ճշմարտությունն արդեն դռան առաջ է, բայց ինչպես միշտ, վերջին զանգում ամեն բան կարող է փոխվել յուրաքանչյուր պահի, հեռուստադիտողներն ասում են սա ամենահուզիչ շրջափուլն է, թվում է հիմա ամեն ինչ կբացահայտվի, բայց նաև Դիանա Գրիգորյանի սերիալներում ճշմարտությունը երբեք հեշտ չի տրվում, այո, թվում է, որ հենց հիմա սկսվում է ամենահետաքրքիր փուլը, երբ հերոսները կանգնած են ճշմարտության շեմին, բայց յուրաքանչյուրն ունի իր պատճառը լռելու կամ խոսելու, և հենց այդ պահերն են, որ դարձնում են վերջին զանգը ոչ միայն դրամատիկ, այլև մարդկային հոգեբանության ամենահզոր արտացոլումներից մեկը հայկական հեռուստատեսությունում։